Պարոն նախագահ, լավ, անդրադառնանք դատական նիստերի դահլիճում կատարվածին, կհավատեք մի, որ այսպես խրոխտ մեկ-մեկ էլ հոդերը սխալ ասելով ձեզ մեղադրանքներ կուղեն, նախ որպես քաղաքացի, հետո որպես երկրի ղեկավար։ Ինչ անշանակում, տեսնում եմ չհավատամ, իհարկե հավատում եմ։ Բայց այս աստիճան, այս որակումներով… Ավելի վատ ինչ սպասեք, ոչ թե միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես ալնելու, երբ որ դատախազը իրեն համարում է իշխանության մաս, էլ ինչ եք սպասում, շատ ավելի վատ ալնելու։ Պարոն Սարգսյան, այս դատախազերը նաև ուրիշներ, երկար տարիներ, որ աշխատել են աշխատանքներում դատախազությունում, նաև ձեր ժամանակ են աշխատել, ինչպիսի որակ է եղել ձեր ժամանակ դատախազությունում, որովհետև կա նաև այն ժամանակ ես հիշում եմ, որ նաև ձեզ են մեղադրում դատավորներին թեկուզ պատվերներ տալու մեջ քաղաքական բանտարկյալներ, ասում էին կա երկրում։ Կարծում եմ դուք ինչ-որ հավասարության նշան եք դնում, փորձում դնել, բայց դա ձեզ չի հաջող, որովհետև դուք չեք կարող մի օրինակ բերել, որ ինձ ասեին պատվեր տալու մեջ։ Չկա այդպիսի բան, չկար։ Պարոն նախագահ, հունվարի 28-ին ուղղված ձեր ուղերձում հանրությանը եւ հայոց բանակի օրվա առթիվ նշել եք, որ մեր գոյության գրավականը հայոց բանակն է, այսօր այդ գոյության գրավականը փոխում են, բանաձևը փոխում են, ասում են արտաքին միջազգային երաշխավորները պիտի դառնան։ Հիմա այդ երաշխավորը կարող է դառնալ օրինակ թրիփը, ինչին ուզում են հավատացնել մեզ։ Գիտեք, ինձ համար դժվար է միանշանակ պատասխան տալ, որովհետև չգիտեմ, թե տրիպը ինչ է միջև վերջ։ Ինչ է ձեզ, դուք ինչ եք հասկացել մինչ այս պահը։ Ես հլա ոչ մի բան չեմ հասկացել։ Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են Միջանցք, թուրքերը դրան անվանում են Միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում է Միջանցք։ Իշխանություններն ասում են տնտեսական հնարավորություն, քաղաքական։ Համարում են անվտանգության երաշխիք, չգիտեմ, կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ հնարավոր, բայց ինչպես հայտնի է, իրանց ասածները մի շաբաթ հետո փոխվեն, մի ամիս հետո փոխվեն, երկու ամիս հետո բոլորին հակառակը կլինի։ Շատ ազդու է, այսինքն իրանց ասածով չեն կարող։ Բայց ռիսկեր տեսնում եք դուք օրինակ այս թրիփի, ինչպես տեսնում են շատ օրինակ մասնագետներ։ Երբ որ հաստատուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ ես կասեմ, ռիսկեր տեսնում Որոշ չափով հայտնի է 76 արդեն շատ ծանրացան այդ բանը։ Բավարար է ասել, որ խաղաղություն կլինի։ Բավարար է այդ փաստաթուղթը ասել, որ խաղաղություն կլինի կամ արդեն բերել են խաղաղություն։ Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր ունի, այդ փաստաթուղթը ինչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։ Ես հետևյալն եմ ասում, տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող է լինել միայն ու միայն այն կառույցները, ովքեր դրա վրա ազդելու ունակություն ունեն մեծ։ Պարոն նախագահ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում տված նշեց, որ 2026 թվականի հերթական ընտրությունները ըստ էության առանձնահատուկ են լինելու, ի տարբերություն 2021 թվականի։ Դուք ինչ հույսեր ունեք 2026 թվականի հերթական ընտրություններից եւ արդյոք սպասում եք, որ այդ ընտրություններով հնարավոր է գլոբալ փոփոխություններ իրականացնել։ Դեռևս ինձ համար շուտ է դրամատական տալիս։ Մի քանի ամիսը մեզ համար կար ժամանակ չի, որովհետև մենք բոլոր շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում ունենք գրասենյակներ, ունենք կառույցներ, նրանք ովքեր չունեն են գրասենյակներն ու կառույցները, իհարկե պետք է իրենց գործը կատարեն, բայց մեզ ներքաշել հիմա ինչ-որ այդ մարաֆոնի մեջ մենք չենք ուզում ներկայացնել։ Բայց քննարկել եք տարբերակ այլ ուժերի հետ միասնական դաշինքով մասնակցել ընտրությունների։ Ոչ, չենք քննարկել։ Պարոն նախագահ, հնարավոր էլ չեք համարում։ Կարծում եմ, որ չէ։ Պարոն նախագահ, ես ներողություն եմ խնդրում, քանի որ դատական նիստը սկսվում է, շտապում էինք դատական նիստին, ըստ էության իմ հարցը կիսատ մնաց։
դրդապատճառներ առանց դրդապատճառի ստեյության պանկուտան դուք նշեցիք, որ ինքնասպան չէ լինի, դրդապատճառ պետք է լինի, որ ինքը գնահատական։ Ձեր թույլտվությամբ ես մի վարկած, որը տևական ժամանակ այս տարիների ընթացքում շրջանառվում է։ Ասում էին պարոն Կուտոյանը գնաց այդ քայլին, որովհետև նա կամ պետք է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար կամ հայտնվեր բանտում։ Իսկ ինքը նախընտրեց ուղղակի ինքնասպան լինել։ Ոչ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար, ոչ էլ հայտնվեր բանտում։ Մեծ հանդարտով դեպի ձեր անձը ես խնդրում եմ այդպիսի բաներ չտարածել։ Այդ ասում են։ Գիտեք, չէ՞ հայտնի անեկդոտ է այդ ասելու մասին։ Դուք էլ ասեք։ Այդ ով է ասում։ Ով ասում է գալաթ է անում։ Իսկ ինչ ցուցմունք պետք է տար Գյորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Ահա տնօրեն այդ միգուցե։ Հետո ինչ աուձի տնօրեն է։ Հետո Վարկած Նախագահ եւ եկեղեցու Վարկած չի, այդ հերյուրանք է, այդպես բան չէր կարող լինել։ եւ եկեղեցու շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ պարոն Սարգսյան տեսնում ենք օղակը շարունակում է սեղմվել դուք նշել եք որ սպասում եք նաեւ կոնկրետ եկեղեցու կողմից չէ հորդորի վեհապարի կոչին եւ այլն մինչև կոչը հնարավոր չէ համարում որևէ սցենար միջամտություն որտեղ տեսնում ենք որ հայ հավատացյալների շահերին են էլի արդեն դիպչում Մենք ինչ միջամտություն պետք է նկատի ունեմ ոչ թե միջամտություն, այլ գոնե հանրային ինչ որ կոնսենսուս, պաշտպանություն, պաշտպանական ոչ միայն բոլոր քաղաքական ուժերի Ախր ես չի պետք է բոլոր քաղաքական ուժերի անունից խոսեմ ամենամեծ ինստիտուցիոնալ կուսակցության ղեկավարն եք Մենք մնում ենք խոնար մեր եկեղեցու հանդեպ եւ ամեն կերպ ունալու ենք հավատարիմ մեր գաղափարներին։ Եկեղեցին կարծում եմ ունի բոլոր հնարավորությունները իր կարծիքը ասելու, տարածելու։ Բացի դրանից ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի դրելու այն մարդկանց ովքեր եկեղեցու սպասավորները մեծամասնության կարծիքով խախտում են օրենքներ։ Այդ ներքին կանոնակարգերը բերել են դատարաններ աշխարհիկ գործերի հետ խառնվում Փազանի կալանքը երկու ամսով երկարաձգվել Այսինքն բա եկեղեցին իր ներքին կանոնակարգով չղեկավարումով ղեկավարվի։ Լավ, հիմա ինչ եք ուզում։ Մենք էլ ենք այդ հարցնում էլի Ունեք ավտոմատ, արի վերցնենք գնանք։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում հանցակազմ տեսնում եք թե ոչ, շատերը կարծում են, որ Փաշինյանը գործակալ է, եթե գործակալ էր, ապա երբ որ իշխանության եք, ինչու չէիք կարողացել այդ վտանգը կանխել, ինչու չէիք կարողացել վտանգը չեզոքացնել։ Ախր դուք այնպեսի հարցեր եք տալիս, որ պատշաճ չի։ Եթեներով սկսում եք, հետո նորից եթեով։ Դուք Ինչ է նշանակում։ Ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է։ Մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, ապացույցներ չտեսնեմ։ Բայց որ նա ամբողջը մխտարեց, ամբողջը փչացրեց, այդ միանշանակ է, չէ՞։ Բայց ի գործողությունները ում են ձեռնտու Թուրքիային եւ Ադրբեջանին եւ մարդկանց մտահոգությունները կարող են այդ մասով արդարացված լինել։ Ձեր գործողությունները ինչ որ հիմա դուք փորձում եք անել, ընդդիմությանը ձեռնտու է։ Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել։ Բայց այդպես եք անում, եթե ապայով միշտ այդպես է։ Հասկանում եք, այդ չի նշանակում, էլի որ ես ոնց ասեմ, որ թուրքական գործակալ է, եթե ձեռից տակ փաստաթուղթ չկա։ Ոնց ասեմ։ Իսկ հանցակազմ պարունակումը թե չէ, սահմանադրությունը վերից վար տապալվում է, հանցակազմ պարունակումը թե չէ գործողությունները։ Ես հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին եւ սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, դա հանցակազմ կա, դավաճանություն կա, գործակալի մասնակցություն կա թե չէ, ինքներդ որոշեք։ Պարոն նախագահ, ձեր գործի հետ կապված ասեցիք Եռաբլուր անունը, այսպես կարծես թե հատուկ է շեշտվում, տեսնում եք ինչ որ միտում հատուկ շեշտելու հենց Եռաբլուր։ Հատուկ է շեշտում, մի հատ նայեք, տեսեք իշխանական լրատվամիջոցները ինչպես են այս գործը ներկայացնում։ Այնտեղ իսկական պողոտա չկար, ամբողջը Եռաբլուր։ Տեսեք հմեկը ինչպես էր ներկայացրել, իշխանական լրատվամիջոցները ինչպես են ներկայացնում, ակնհայտ չի։ Մարդկանց հուզական վիճակի վրա ազդել։ Հուզական վիճակի վրա
Պարոն նախագահ, Ռոբերտ Փաշինյանը բանակի օրվան ուղղված գործում անդրադարձել է քարտի, նշելով, որ ըստ էության խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի ինքնատիպ գործընկերները Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառեն։ Ձեր ղեկավարման տարիներին երբևէ խոչընդոտ հանդիսացել է, որպեսզի մենք Ապքի անդամ երկրներից ենք սպառազինություններ գնել և ստացել, մենք արևմտյան երկրներից ենք սպառազինություններ գնել և ստացել, մենք ոնց ասեմ, Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություններ գնել, դա մեկ վատ բարողին եք, որ վատ հանգարում է։ Այսինքն մտավախություն է եղել, որ դրանք կտեղականին հայտնի տարածքից միջազգային գործընկերների դիմադրության արդյունք է, որովհետև ցանկացած երկրի որտեղից որ զենքեր ձեռք բերում, ապա այդպիսի հավաստիացում տալիս է թղթի տեսքով։ Հետո մինչև 18 թիվը մենք այդ զենքերը չէինք օգտագործում ինքնապաշտպանության համար։ Չէինք տանում Արցախ։ Այսինքն չիմացության արդյունք է, ինչ որ ինք խոսում է, ոնց ենք բաները վարտարանա, բայց չստա։ Պարոն նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունների ունի շանսեր ընտրվելու։ Ու չգիտեմ, հլա շուտ է դրա մասին խոսել։ Նախագահի կարոտ տեսով համեցեք։ Ես անգամ կազմակերպելու ենք մի բան, բրիֆ։